Բարև ձեզ Armenpress podcast-ի հարգելի հետևորդներ, այսօր անդրադառնալու ենք պետության կողմից երեխաներին տրամադրվող ծառայություններին ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Այս հարցի շուրջ զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանի հետ։ Տիկին Ստեփանյան, շնորհակալություն հարցազրույցի մեր հրավերն ընդունելու եւ մեզ հյուրընկալվելու համար։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Անդրադառնանք այն հարցին, թե ինչպիսի կարգավիճակ ունեցող երեխաներ են ընդգրկվում պետության հոգացության ներքո։ Շնորհակալություն, պետության լրիվ հոգացության ներքո են գտնում այն երեխաները, ովքեր ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխա կարգավիճակը։ Այս պարագայում պետությունը ստանձնում է այս երեխաների լրիվ խնամքի ու հոգացության հիմնական գործառույթները։ Այդ նպատակով երեխաների խնամքն ու դաստիարակությունն իրականացվում է պետության ենթակայությամբ գործող շուրջօրյա 4 հիմնական կազմակերպություններում, որտեղ պետության կողմից սահմանված չափորոշիչների համաձայն կազմակերպվում է երեխաների խնամքը։ Խոսքը վերաբերում է սննդի, հագուստի, կրթության իրավունքի, առողջապահական ծառայությունների հետ կապված համալիր այս կարևորագույն գործառույթների իրականացումը։ Ուզում եմ առանձնակի շեշտադրում անեմ, որ այստեղ նշյալ կազմակերպությունների կողմից երեխաների հետ տարվող աշխատանքներում առանձնակի շեշտադրում ունի մասնագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, որովհետև համապատասխան տարիքային շեմա հատելիս արդեն կարևորագույն դեր ունի երեխաների զարգացման ուղղությամբ մասնագիտական կողմնորոշումը, նրանց մասնագիտության ընտրելու հետ կապված հարցերը։ Այստեղ նաև ուզում եմ շեշտադրեմ, որ կազմակերպություններում խնամվող երեխաները ինտենսիվ համայնքային ծառայություններից են օգտվում, ընդգրկված են բազմաբնույթ արտակենտրոն խմբակներում, արտադպրոցական այդպես պարապմունքներում, ու սա մեզ համար շատ կարևոր է, որպեսզի երեխաները ներառվեն հասարակության մեջ, համայնքային ծառայություններից օգտվեն, ու սա հիմքում մի կարևոր գաղափար ունի հետագայում սահուն անցումը անկախ կյանքին։ Բայց այս ամենի հետ մեկտեղ ես ուզում եմ կարևորագույն այսպես շեշտադրումով նշեմ, որ այսօր մեր պետության համար կարևորագույն դեր ունի խնամատարության ինստիտուտի զարգացումն ու կայացումը, որովհետև առանձնակի նշանակություն ունի կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխայի խնամքի ու դաստիարակության կազմակերպումը խնամատարության պրոցեսում, խնամատար ընտանիքներում, ու այս ինստիտուտի զարգացմանն է միտված մեր պետության կողմից իրականացվող բարեփոխումները։ Որքան երեխայի այժմ գտնվում պետության հոգացության ներքո, այդ թիվն ինչ միտում ունի եւ ինչ է ցույց տալիս։ Ներկայությամբ շուրջօրյա խնամքի հաստատություններում խնամք եւ դաստիարակություն են ստանում 275 երեխա։ Այստեղ առանձնակի շեշտադրում եմ ուզում կատարեմ, որ երեխաների խնամքի դաստիարակության հետ կապված պետության քաղաքականության հիմքում ընկած է երեխայի դաստիարակությունն ու խնամքը ընտանիքում կազմակերպման այս գաղափարը երեխայի կարևոր լավագույն շահի ապահովման տեսանկյունից եւ այս միտումը ուղղված է խնամատարության գործընթացի զարգացմանն ու լավարկմանը։ Այս տեսանկյունից ուզում եմ ներկայացնել, որ ներկայությամբ խնամատար 112 ընտանիքում խնամք եւ դաստիարակություն են ստանում 213 երեխա։ Վերջին 2-3 տարիների կտրվածքով այդ թվերը աճում են, նվազում են։ Կարող եմ այս պահին նաև ներկայացնեմ 2009 թվականի ցուցանիշը խնամատարության գործընթացի, որ ունեցել ենք 10 խնամատար ընտանիք, որտեղ խնամվել է 13 երեխա, այս պահի դրությամբ ունենք արդեն 213 երեխա։ Բնականաբար աճի միտում ունի, այստեղ կարևորագույն դեր ունի նաև օրենսդրության լավարկումը, վերապատրաստման մեխանիզմների բարեփոխումը, մեր ունեցած փորձը, որով որ մենք առաջ ենք շարժվում։ Այսինքն կարելի ասել շեշտադրումը այժմ կատարվում է խնամատարության գործընթացի վրա։ Երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ են բոլոր աշխատանքներն իրականացվում, հիմքում ունենալով երեխայի լավագույն շահը։
Տիկին Ստեփանյան, կխնդրեի առավել մանրամասն հնարավորին ներկայացնել նաև ինչ ծառայություններ են մատուցվում երեխաներին։ Շնորհակալություն։ Ներկայում Հայաստանի Հանրապետությունում երեխաներին տրամադրվում են հետևյալ ծառայությունները. շուրջօրյա խնամքի ծառայություններ, ինչպես նախորդիվ ներկայացրեցի, նրանք տրամադրվում են պետական 4 շուրջօրյա հաստատություններում եւ ոչ պետական 8 կազմակերպություններում։ Երեխաներին տրամադրվում են նաև ժամանակավոր ճգնաժամային խնամքի տրամադրում, դրանք իրականացվում են պետական 3 կազմակերպությունների միջոցով, որոնք տեղակայված են Երևան, Գյումրի եւ Կապան քաղաքներում։ Որպես ծառայություն առանձնակի ուզում եմ շեշտադրում անել պետության կողմից դրամաշնորհի ձևով պատվիրակմամբ հասարակական կազմակերպությունների կողմից ցերեկային ծառայությունների տրամադրումը, որն իրականացվում է ամբողջ հանրապետության տարածքում եւ ընդգրկում է շուրջ 4000 երեխայի։ Հաջորդ ծառայությունը, որը դարձյալ տրամադրվում է երեխաներին, երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոնների միջոցով ծառայությունների տրամադրումն է, սա եւս տրամադրում է պետության կողմից, պետական 6 կազմակերպությունների կողմից, որոնք սպասարկում են տարեկան 600 երեխայի։ Այս ծառայությունների մեջ դարձյալ առանձնակի շեշտադրումով ուզում եմ ներկայացնել խնամատարությունը որպես կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխաների խնամքի կազմակերպման այլընտրանքային խնամքի ձև եւ բոլոր այս ծառայությունները միտված են երեխայի լավագույն շահի ապահովմանը, հիմքում ունենալով այն միտումը, որ մենք մեր ամենօրյա աշխատանքի ռեֆորմների հիմքում դրել ենք այս բոլոր միջոցառումների լավարկումն ու բարեփոխումը։ Տիկին Ստեփանյան, ինչ կարևորություն, նշանակություն ունեն երեխաներին տրամադրվող ցերեկային ծառայությունները եւ ինչ նպատակ են դրանք հետապնդում, ովքեր կարող են դառնալ շահառու, վճարովի են արդյոք այդ ծառայությունները եւ ինչպես դիմել դրանց։ Այստեղ շատ կարևոր հարցադրում էր, որովհետեւ մենք ունենք գործնականում մի իրավիճակ, երբ երեխան հայտնվում է կյանքի դժվար իրավիճակում ու նրան պետք է աջակցություն այս կամ այն խնդիրը հաղթահարելու համար։ Հենց այս տեսանկյունից ցերեկային ծառայությունները առանձնահատուկ դեր ու առաքելություն ունեն երեխաներին տրամադրվող այս համալիր փաթեթի մեջ, եթե այդպես միտքս ձևակերպեմ, նպատակն է կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխայի այս կամ այն խնդրի հաղթարման ուղղված աշխատանքների իրականացումը սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրման միջոցով։ Ինչու եմ այսպես նշում, որովհետև դա համալիր աշխատանք է ու այդ աշխատանքի մեջ ընդգրկում են լոգոպեդը, հոգեբանը, հատուկ մանկավարժը, արտ-թերապևտը, ըստ ուղղվածությամբ թերապևտիկ խմբակների երեխան ընդգրկում ու այս ծառայությունները, որոնք պետության կողմից պատվիրակվում են տարբեր հասարակական կազմակերպությունների անվճար են ու տարիքային հստակ շեմ կա պետության կողմից սահմանված 2-ից 18 տարեկան երեխաների համար է այս ծառայությունները սահմանված։ Ինչպես կարող են մեր հարգելի քաղաքացիները, ծնողները դիմեն այս ծառայություններից, որպեսզի իրենց երեխաները օգտվեն, ծնողը կամ օրինական ներկայացուցիչը կարող է անձամբ դիմել տվյալ կազմակերպությանը կամ մոտենալ միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն։ Ընդ որում ես նաև կցանկանայի այս մասին նաև նշել, որ կարող են հենց այս պահիներ մուտք գործել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք mlsa.am, գլխավոր էջում մենք ունենք երեխաների հիմնահարցերի բաժին, որտեղ հրապարակված է ցերեկային ծառայությունների տրամադրման այդ կազմակերպությունների ցանկը տեղակայման հասցեներով, կոնտակտային տվյալներով։ Բնականաբար այդտեղ արդեն կարող է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը կապ հաստատել, անձամբ գնալ եւ դիմում ներկայացնել երեխային ծառայություններից օգտվելու համար։ Դիմումին զուգահեռ ունենք նաեւ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտություն ու այստեղ արդեն կազմակերպության կողմից իրականացվում է երեխայի կարիքի գնահատման գործընթաց։ Սա ամենակարևորն ու թիրախային է։ Այն ինչ որ ես նպատակը ներկայացնում եմ, արդեն գալիս ենք այն նպատակին, որը
որովհետև մասնագիտական անձնակազմի կողմից իրականացում է գնահատում ու սահմանվում են այն թիրախային հիմնական ուղղությունները, որով որ պիտի առաջ տարվի խնդրի հաղթահարումը, կոմպլեքս ձևով այսպես ներկայացնեմ, եւ մի կարևոր շեշտադրում։ Եթե հաշմանդամություն ունեցող երեխա է դիմել ծառայությունից օգտվելու համար, ապա այստեղ նաև հաշվի է առնվում անհատական վերականգնողական ծրագրում կամ սոցիալական անհատական ծրագրում սահմանված ցուցված միջոցառումները։ Սա եւս կարևոր հանգամանք եմ ուզում շեշտադրում անեմ, եւ այստեղ մենք արդեն ունենք գնահատված կարիք, ունենք սահմանված նպատակ, որով որ կազմակերպությունը առաջ է տանում կյանքի դժվար իրավիճակում հայտնված երեխայի այս կամ այն խնդրի հաղթահարումը։ Այստեղ նաև ուզում եմ շեշտադրում անեմ բացի այն սոցիալ-հոգեբանական թիրախային միջոցառումներից, որոնք մեր կազմակերպությունն իրականացնում են, նաև մի կարևոր կոմպոնենտ ունենք, որ սոցիալական ներառման ուղղված միջոցառումների իրականացում է իրականացում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ կազմակերպությունը հենց երեխաների մասնակցությամբ իրականացում է տարաբնույթ միջոցառումներ։ Ուզում եմ առանձնակի շեշտադրում կատարեմ երեխայի իրավունքների իրազեկման նվիրված միջոցառումների շարքը, որն իրականացվում է կազմակերպությունների կողմից հենց երեխաների իսկ մասնակցությամբ։ Սա շատ նաև կարևոր նշանակություն ունի մեզ համար, քաղաքականություն մշակողների համար, որովհետև հենց այդ իրազեկող միջոցառումների ժամանակ մենք շատ հաճախ լսում ենք այնպիսի խնդիրների մասին, առաջարկությունների մասին, որոնք նաև մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում գործընթացները լավարկելու, բարեփոխումների առումով կարևորագույն դերակատարություն են ունենում։ Այդ ծառայությունների մի շղթան նաև ուզում եմ մեր ազգաբնակչության իրազեկեմ, որ տրամադրվում է նաև ընտանիքի անդամներին, որովհետև այս ծառայությունները կոմպլեքս են։ Առանց երեխայի աջակցության այդ փաթեթի մենք ընտանիքին չեն կարող անմասն թողնել։ Եվ մեր կազմակերպությունները շատ ինտենսիվ սոցիալական աշխատանք են իրականացնում ընտանիքների հետ։ Այստեղ կարևորվում է ծնողավարման ուղղությամբ իրականացվող դասընթացները, մեդիա գրագիտության, ֆինանսական գրագիտության ուղղությամբ իրականացվող դասընթացները։ Առանձնակի այսպես միջոցառում ունենք նաև իրավաբանական խորհրդատվությունը, բնականաբար տարաբնույթ հարցեր են լինում, որը եւ խորհրդատվության, ուղղորդման այսպես հնարավորություն է տալիս մեր ծնողներին։ Եվ այս կոնտեքստում իրականացվում է համալիր ձևով պետության կողմից սահմանված ծառայությունների տրամադրումը մեր ազգաբնակչությանը։ Ինչպիսին գրկվածություն ունի ցերեկային ծառայությունների մատուցման ոլորտը եւ ինչ աշխատանքներ են իրականացվում այդ ծածկույթը ավելի մեծացնելու ուղղությամբ։ Ցերեկային ծառայությունների ծածկույթը պետության կողմից պատվիրակված կազմակերպությունների ԵՍՊԱ-ի դրությամբ 15 հասարակական կազմակերպություններն են, որոնք 35 ցերեկային կենտրոններում ողջ հանրապետությունում մատուցում են իմ կողմից նշված ծառայությունները։ Բնականաբար այս ծառայություններին մենք ամենօրյա տարիների աշխատանքի արդյունքում ենք հասել, որ ծառայությունների ծածկույթի մեծացում ունենք։ Եթե համեմատենք օրինակ 2020 թվականին, երբ ծառայությունները նոր էր մեկնարկում, մենք ունենք 10 հասարակական կազմակերպություններ, ովքեր 15 ցերեկային կենտրոնների միջոցով 1800 երեխայի ծառայություններ տրամադրում։ Իսկ այսօր մենք ունենք 35 ցերեկային կենտրոն, տրամադրում ենք շուրջ 4000 երեխայի իմ կողմից նշված սոցիալ-հոգեբանական ծառայությունները։ Բնականաբար մենք չենք սահմանափակվում այս ցուցանիշով, որովհետև մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում մենք եւ կենտրոններից եւ շահառուներից ունենում ենք այդ հետադարձ կապը, մեր քաղաքականության մշակման հիմքում էլ է դա ընկած քարտեզագրման միջոցով մենք փորձում ենք հասկանանք, որ համայնքներում կան այդ ծառայությունների բացը ծածկույթի հասանելիության տեսանկյունից, որպեսզի հասանելիության այդ շարավիղը մեծացնենք։ Ընդ որում այստեղ մի կարևոր կոմպոնենտ էլ եմ ուզում ասեմ, որ բնականաբար կունենանք այնպիսի համայնքներ, որ հասանելիության խնդիր կունենանք ծառայությունների տրամադրման առումով, պետությունը մի կարևորագույն այս միջոցառման շրջանակում մի կարևոր գործառույթ է
այսպես ներդրել, դա արտակենտրոն ծառայությունների իրականացումն է։ Այսինքն հենց կազմակերպությունը իր մասնագիտական անձնակազմով ինքն է այցելում տվյալ համայնք ու երեխաների որոշակի խմբի սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրման այդ գործառույթն է իրականացնում։ Իրավիճակային նաև այցելություններ են լինում կենտրոն տարբեր միջոցառումների մասնակցելու նպատակով։ Այս պահին պետությունը ինտենսիվ աշխատանքներ է տանում նաև ծառայությունների ծածկույթի, ֆինանսական միջոցների ավելացման ուղղությամբ։ Իսկ հասարակական կազմակերպությունները ինչպես կարող են դիմել նշված ծառայությունները մատուցելու համար։ Պետության կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների շրջանակում դրամաշնորհը բնականաբար ունի իր պահանջները, օրենսդրական հիմքերը։ Այս հարցի շրջանակում ուզում եմ ընդգծեմ առանձնակի կարևորությունը, որ այն կազմակերպությունները, ովքեր որ պլանավորում են, դրամաշնորհային գործընթացին մասնակցել, դրանք պիտի անցնեն հավաստագրման գործընթաց, ինչ է իրենց ներկայացնում հավաստագրումը, որ մարմինն է իրականացնում, ինչպես դիմեն, այս հարցերի հետ կապված ներկայացնեմ, որ հավաստագրումն իրականացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից, կառավարության կողմից հստակ սահմանված ընթացակարգին համաձայն։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է մի կարևոր պայման, որ այն կազմակերպությունը արդեն հայտատու, այսպես իրեն ներկայացնեմ, պետք է համապատասխանի պետության կողմից սահմանված այն վավերապայմաններին, որով որ պետությունը իրեն կտրամադրի համապատասխան հավաստագիրը, փաստաթուղթը, ինչպես ձևակերպենք, այդ հնարավորությունը, որ կարողանա նա հետագայում ծառայություն տրամադրի։ Ուզում եմ նաև այսպես առանձնակի շեշտադրում անեմ այդ վավերապայմանները որոնք են, վավերապայմանների մեջ եմ մտնում օրինակ շենքային պայմաններից սկսած մինչև մասնագիտական անձնակազմի հագեցվածությունը։ Բացի այն, որ նախարարությունը լիազոր մարմինը ստանում է հայտատուի կողմից փաստաթղթերի փաթեթը, համապատասխան լիազորություններով օժտված հանձնաժողովը նաև ունի այդ մանդատը այցելել տվյալ հասարակական կազմակերպություն, որպեսզի տեղում հավաստիանա արդյոք այդ շենքային պայմանները համապատասխանում է այն ստանդարտների նվազագույն չափորոշիչներին, որոնք որ պետությունն է սահմանել։ Ու այստեղ շատ կարևոր հանգամանք եմ համարում, ոչ միայն շենքային պայմանների մատչելիության տեսանկյունից է հանձնաժողովը դիտարկում, այլ նաև այն ռեսուրսը, որը ունի կազմակերպությունը սոցիալ-հոգեբանական ծառայությունների տրամադրման տեսանկյունից։ Ուսումնասիրվում է այն մեթոդաբանությունը, որը որ հասարակական կազմակերպությունը ներկայացնում է հավաստագրման համար։ Սրանք գործառույթներ են, որոնք որ շատ կարևոր են մեզ համար, լիազոր մարմնի համար, որպեսզի մենք հավաստիանանք ու կարողանանք այդ հավաստագիրը կազմակերպությանը տանք։ Եթե այս վավերապայմանները համապատասխանում են պետության կողմից սահմանված չափանիշներին, ապա եզրակացություն է տրվում հանձնաժողովի կողմից հայտատուին հավաստագրելու վերաբերյալ։ Ինչ է հավաստագիրն իրենց ներկայացնում։ Հավաստագիրը ունի ժամկետ, 5 տարի է ժամկետը։ Ու երբ այդ ժամկետը լրանում է, լրանալու մոտ ոչ ուշ կան 3 ամիս առաջ, հայտատուն, արդեն նորից հայտատուն դիմում է լիազոր մարմնին, որպեսզի հավաստագրման գործընթացը կրկին անցնի։ Այս process-ը կազմակերպությունների մասով եւ յուրաքանչյուր տարեվերջում մենք արդեն հայտարարում ենք հաջորդ տարվա դրամաշնորհային մրցույթները։ Այն կազմակերպությունները, որոնք ունենում են կամ արդեն նորեն ձեռք բերված լինում հավաստագիր, կարող են մասնակցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթների։ Տիկին Ստեփանյան, ինչ բարեփոխումներ են իրականացվել այս ոլորտում եւ առանձնապես որոնք կնշեիք 2018-ից հետո կատարված այդ փոփոխությունների մասով։ Իրականում այն, ինչ որ ես ներկայացրեցի, սրանք օրենսդրական բարեփոխումների լավարկման արդյունքում են տեղի ունեցել ձեր կողմից նախանշված ժամանակահատվածից սկսած։ Առանձնակի շեշտադրումով ուզում եմ ներկայացնեմ այն օրենսդրական մեծ ռեֆորմի մասին, որը մեր կյանքում իրողություն է ու մեծ հպարտությամբ եմ ուզում այս մասին ամրագրեմ, որ սա տարիների աշխատանքի արդյունք է, որ պետությունը իրականացրեց։ Խոսքը գնում է երեխայի իրավունքների եւ երեխայի պաշտպանության համակարգի մասին,
մասին ՀՀ օրենքի ընդունման մասին, որը 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ազգային ժողովն ընդունեց։ Սույն օրենքով ամրագրվեցին այն հիմնական հասկացությունները, որոնք վերաբերում են երեխայի իրավունքների պաշտպանությունները։ Ամրագրվեց հիմնական լիազորող նորմերը, որոնք մեզ ներկայում թույլ են տալու մշակել այն հիմնական իրավական ակտերը, որոնք միտված են լինելու երեխայի իրավունքների պաշտպանությանը։ Այստեղ առանձնակի շեշտադրումով ուզում եմ ներկայացնեմ, որ երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվելու են մասնագիտացված սոցիալական աշխատողները։ Ինչ է սա իրենց ներկայացնում։ Պետությունը պատվիրակման ծառայության միջոցով սույն կարևորագույն գործառույթը վստահելու է, պատվիրակելու է այն սոցիալական աշխատողներին, ովքեր մասնագիտացած են լինելու երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում, անցնելու են սերտիֆիկացում եւ զինվելու են այն հիմնական գիտելիքներով ու կարողություններով, որոնք արդեն դաշտային աշխատանքում միտված է լինելու երեխաների իրավունքների պաշտպանությանը։ Սույն օրենքով նաև ամրագրվել է վերահսկողության, մշտադիտարկման, կանխարգելման կարևորագույն մեխանիզմները, ինչը որ շատ կարևոր է այս կարևոր ու նուրբ դաշտում գործունեություն իրականացնելիս։ Կարևորագույն շեշտադրում եմ ուզում անեմ, որ սույն օրենքի շրջանակներում ամրագրվել է նաև առցանց տիրույթում երեխաների անվտանգության ապահովման կարևորագույն մեխանիզմները։ Ամրագրվել է տեղեկատվական համակարգի ժամանակակից պահանջներին համապատասխան ներդրման պահանջը եւ 24 ամսվա ընթացքում արդեն մենք ձեռնամուխ ենք լինելու 3 տասնյակին մոտ իրավական ակտերի մշակման ու ընդունման այս կարևորագույն գործառույթների իրականացմանը։ Նշել ժամանակահատվածից սկսած այս մեծ ռեֆորմին զուգահեռ իրականացվել են նաև մի շարք կարևոր բարեփոխումներ հենց ցերեկային ծառայությունների գործընթացի լավարկման տեսանկյունից, եթե համեմատենք 2019 թվականին, երբ այս դրամաշնորհային միջոցառումները նոր էր սկսվում, ունենք մասնակցության թվի այսպես պակաս, բայց տարիներ շարունակ մենք արդեն ամրագրում ենք այս կարևորագույն միջոցառման առաքելության կարևորությունը, ինչը միտված է երեխաների տրամադրվող ծառայությունների լավարկմանը։ Սա եւս նշյալ ժամանակահատվածից իրականացվող բարեփոխման արդյունք է։ Ուզում եմ նշեմ, որ որպես բարեփոխում մեր կողմից իրականացվում են ծառայությունների ստանդարտացման ուղղությամբ մեծածավալ աշխատանքներ, իրականացվում են օրենսդրական ռեֆորմներ հենց խնամատարության ինստիտուտի լավարկման առումով ամենակարևորագույն սահմանվելով հիմնական երաշխիքները, որոնք կապահովեն երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացման տեսանկյունից։ Տիկին Ստեփանյան, եւ քանի որ մեր հարցազրույցը տեղի ունենում պայծառ լուսավոր տոներից մեկի երեխաների օրվա կապակցությամբ, կխնդրեի ձեր հունիս 1-յան բարեմաղթանքը ուղղել այս առիթն օգտագործելով։ Շնորհակալություն, շատ սիրուն բնորոշեցիք այս օրը, պայծառ ու լուսավոր, օգտվելով առիթից ես շնորհավորում եմ մեր երեխաներին հունիս 1-յան երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ, որ մեր երեխաներն ապրեն անհոգ, խաղաղ միջավայրում, ունենան երջանիկ մանկություն, լի ժպիտով, սիրով ու հավասար հնարավորություններով։ Շնորհակալություն հարցազրույցի համար։ Հարգելի հետևորդներ, մենք զրուցեցինք Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Արևիկ Ստեփանյանի հետ։ Կհանդիպենք։